Միանի ձեռքի ժամացույցի արժեքը հաշվի առնելով, որ սոցցանցերում աղմուկ բարձրացավ գեներալ Մանվել Գրիգորյանի ժամացույցի Apple Watch $12,000 ժամացույցի հետ կապված, սրա հետ կապված նաև կխնդրի այդ շքեղ կյանքի առհասարակ ձեր մեկնաբանությունը շնորհակալ։ Իմ ժամացույցը որ հանում են նվեր են տալի, ես չեմ անի, որովհետև սա թանկարժեք չէ, եթե թանկարժեք էր, ես այլ նպատակների կօգտագործեի։ Ինչևից է, պայքարը սկսել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ կառավարությունը։ Եվ սա նոր չէ, դուք գիտեք, անդադ բոլոր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը դա առաջնահերթ խնդիր է, օրակարգային խնդիր է, եւ մեզ մոտ էլ բազմիցս եղել են հանձնաժողովներ, եղել են այդ հայտարարությունները, իրոք այսօրվա իրավիճակը այնպիսին է եւ կառավարությունը ավելի վճռական է տրամադրված, որ պետք է ավելի կտրուկ քայլեր կատարվեն։ Իսկ ինչ մնում է պատգամավորների հետ կապված խնդրին, մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործարարությունը պետք է տարանջատվի քաղաքականությունից։ Եվ մենք դրա կողմնակիցն ենք, այո, եթե կան պատգամավորներ, որոնք համատեղում են իրենց աշխատանքները, պետք է նրանք հետևություն անեն։ Եվ ժամանակից շուտ չեմ ցանկանում ենթադրություններ անել, ամենայն դեպս այն հայտարարությունները, որ եղել եւ այն պայքարը, որ սկսվել է, ինձ թվում է սրա արդյունքները ժամանակի ընթացքում մենք պետք է տեսնենք, ոչ թե մենք, այլ ամբողջ հանրությունը պետք է տեսնի։ Երկիր մեդիա։ Պարոն Բաղդասարյան, մեր օրենսդրությունը, սահմանադրությունը մինչև հիմա էլ թույլ է տվել հավասար հարկային պայմաններում ամեն ինչի գործունեությունը ծավալել։ Ինչու հանկարծ Հովիկ Աբրահամյանը հիմա հայտարարում է, որ նոր ենք սկսում, նոր հավասար հարկային պայմաններ են գործելու։ Ոչ մի բան նոր չի, այսինքն ոչ մի բան չի փոխվելու։ Ինչու է հիմա Հովիկ Աբրահամյանը այսպիսի բան հայտարարում։ Բնականաբար օրենքը միշտ եղել է եւ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար եւ եթե եղել են դեպքեր, որ օրենքը շրջանցվել է, այսուհետ եւ հնարավոր է որ նորից 1 ամիս հետո նորից անդրադառնանք այս հարցին, եթե չբավարարի եւ նորից ավելի խիստ պայմաններ դնենք եւ ընդհանուր առմամբ մենք պետք է հասնենք այն բանին, որ օրենքը իրոք հավասար լինի բոլորին համար։ Եվ մենք ինչքան էլ որ պայքարը տարել ենք, ինչքան որ տարբեր կառավարություններ պայքարը տարել են, ամենայն դեպս դուք լրագրողները ամենայն դեպս համոզված եք, որ եղել են դժգոհություններ, որ հավասար չի գործում, հնարավորություն է եղել օրենքները շրջանցելու։ Գիտեք, որ հայկական միտքը ճկուն է, ինչպիսի հրաշալի օրենքներ է լինել, հնարավորություն կային շրջանցելու։ Եվ այստեղ ինձ թվում է ոչ թե դա օրենքների վատ կամ լավ լինելն է, այլ հարկավոր է կամքի ուժ, որպեսզի կարողանանք մենք բոլորս օրենքի գերակայությունը պահպանել։ Պարոն Բաղդասարյան, ում պատճառով օրենքը չի գործել, այ Ես խնդրում եմ մեղավորներ չփնտրենք, անձերի որպես անձեր այդպիսի մեղավորների թվարկումներ չանենք եւ այս բոլոր գործընթացները, որոնք որ գնում են, եթե ինչ-որ թերացումներ կա, թերացումների պատճառով պատժումներ լինում են, ինձ թվում է որ այդտեղից պետք է մենք հետևություններ անենք, բայց ժամանակի ընթացքում մենք նորից պետք է համբերենք, որովհետեւ 1-2-3 ամիս հետո ինձ թվում է այս ճանապարհ եւ դանդաղ պետք է արդեն այս փոփոխությունները զգացվի։ Ես խնդրում եմ դուք ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ որևէ տեղ, որևէ երկրում միանգամից ռեֆորմատիկ եւ շատ համարձակ փոփոխությունները որևէ արդյունքի չեն հասցնում։ Դա բավականին ռիսկային է եւ վտանգավոր է։ Եթե ամեն ինչ դնում եւ կտրում ես եւ միանգամից ես կատարում, ինձ թվում է այդ ամեն ինչը պետք է լինի աստիճանաբար։ Ամեկ+։ Պարոն Բաղդասարյան, քիչ առաջ Զարուհի Փոստանջյանն այստեղ հայտարարեց, որ մեր ամենամեծ սպառնալիքը մնում է հայ ժողովրդի համար ամենամեծ սպառնալիքը մնում է Սերժ Սարգսյանը, քանի որ ինքը սպասարկում է հողանձնելու քաղաքականությունը, այսինքն հայտարարում է, որ 800 հեկտարը մեր համար եղած-չեղած միաշիվ։ Սերժ Սարգսյանը սպասարկում է հայ ժողովրդի շահերը, ես չգիտեմ Զարուհի Փոստանջյանը ում շահերն է սպասարկում, ամենայն դեպս ես չէի ցանկանա անդրադարձ կատարեմ նման քաղաքական գործիչների հարցադրումներին եւ պարզապես եթե դուք ցանկանում եք նորից մի առիթ ստեղծել, որ ավելի
ընդգծենք այդ մարդու դերակատարությունը բացական իմաստով թե դրական դա էական չէ, որովհետև նրանք իմիջ են ձևավորում, ես չէի ցանկանա այդ հարցին անդրադառնամ, դրանք հերիրանքներ են, ես հերիրանքներին պատասխաններ չեմ տա։ Երկիր։ Մենք մեր առաջարկները արդեն առաջին հանդիպման ժամանակ բանավոր հնչեցրել ենք, հիմա արդեն գրավոր պատրաստում են առաջարկություններ եւ ոչ թե ՀԿ խմբակցությունը որպես այդպիսի միասնական պետք է առաջարկություններ ներկայացնի, ես ֆրակցիայի նիստում հայտարարել եմ, որ առանձին падգամավորներ իրենց մտահոգությունները, առանձին առաջարկությունները ուղարկեն կառավարություն։ Եվ աշխատանքները գնում են եւ բավական առաջարկներ արդեն ուղարկվել են եւ չէի ցանկանա սա այն դեպքը չէ, որ մենք որոշում կայացնենք, թե ինչ առաջարկություններ են խմբակցությունով ներկայացնում։ Յուրաքանչյուր падգամավոր, առանձին падգամավոր իր առաջարկությունները ներկայացնում։ Այն քայլերը, որոնք որ կատարվում են, սրանք ճիշտ ուղու վրա են, ինչը որ կառավարությունը կատարում է, բայց դա չպետք է լինի, այսինքն միանգամյա եւ պետք է լինի հետեւողական։ Եվ ես նաեւ առաջարկել եմ, որպեսզի մենք մի օրենքի նախագիծ ներկայացնենք, հակակոռուպցիոն օրենքի նախագիծ, որտեղ զետեղված լինեն բոլոր գործիքները, բոլոր միջոցները պայքարի, որ անընդհատ պարբերաբար հետևողական լինենք այդ գործընթացի նկատմամբ։ Թե չէ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ մեկ անգամ հայտարարվում է, 1-2-3 ամիս սկսում ենք այս գործին հետևել եւ դուք գիտեք, որևէ կառավարություն հավերժական չէ, եթե ընդհանրենք մի կառավարություն կամ իշխանություն փոխվում է, արդեն դա մնում է օդից կախված։ Եթե լինում է օրենք, որը պետք է լինի հետևողական, ինձ թվում է, որ ցանկացած կառավարություն, ցանկացած իշխանություն, որը որ կգա, նա պետք է հետևողական լինի օրենքի կատարմանը։ Եվ նաև առաջարկություններից մեկը եղել է, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները, ժողովրդի վստահության բարձրացումը դատաիրավական համակարգի նկատմամբ եւ կան նմանատիպ առաջարկություններ, որոնց ես կողմնակից եմ։ Առաջնահերթ քայլերի մասն է խոսքը իհարկե։ Պարոն Բաղդասարյան, ես մի փոքր լրացնեմ իմ հարցը։ Դուք համաձայն եք, որ վերջին 22 տարում հայկական կողմը առաջին անգամ այնուամենայնիվ հող կորցրեց։ Ներողություն։ Ասեմ, համաձայն եք, որ հայկական կողմը վերջին 22 տարում առաջին անգամ հող կորցրեց։ Նաև համաձայն եմ այն մտքի հետ, որ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը 90-ական թվականներին հող ձեռք բերեց։ Եվ բնականաբար նման իրադարձությունների ժամանակ այդ հող կորցնելը մի քիչ վերացական հասկացողություն է։ Պետք է խոսենք ինչ կորցրեց եւ եթե չկորցներ ինչ կշահեր դրանից։ Եվ եթե դա հետ վերցնենք, դրանից ինչ կկորցնենք մենք։ Ինձ թվում է, որ դրան պետք չէ այդպիսի նշանակություն տալ, եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ բոլորի մոտ, դա 1-2 օրվա խնդիր էր այդ ամեն ինչը հետ վերադարձնելը, բայց դրա արդյունքները եւ դրա հետևանքները կարող էր շատ ծանր լինել եւ հարկավոր է ավելի խորամիտ լինել եւ այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե այն հողը, որը ընդհանրապես որևէ ռազմավարական նշանակություն չունեցող եւ չմշակվող եւ ամայի տարածքներ, որի մասին ընդհանուր առմամբ մենք երկար ենք խոսել եւ դեռ պետք է շարունակենք խոսել, իսկ թվում է որ պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա, հիմա մենք դեռ այլ փուլում ենք եւ մենք պետք է մեր ուշադրությունը սևեռենք այդ փուլի վրա, որը որ հիմա կայանում է։ Անկախ այդ պայմաններից, եթե այս իրավիճակը սրվել է, եթե դուք ուշադիր հետևեք այդ դիրքերին, թալիսները միևնույն է, նույն իրավիճակում չէին կարող նույնիսկ եթե կամք չլներ հրադադարի պահպանման, զինադադարի պահպանման, նորից այդ վտանգը պետք է սպառվի։ Եվ եթե այս հարցը այն ճանապարհը, որը որ որդեգրել են Մինսկի խմբի համանախագահները եւ հայաստանյան կողմը, եթե այս հարցը կարգավորվի այդ ձևով, ինձ թվում է եւ թալիսների խնդիրները կլուծվի եւ ընդհանրապես երկու ժողովուրդների խնդիրները կարգավորվի։ Եթե այդ կամքը չդրսևորվի, անկախ նրանից այդ մի քանի մետր հողը, այդ մի կտոր հողը տրվել էր թե չէ, այս խնդիրները միշտ պետք է լինի եւ թալիսները որևէ մեկ անգամ չէին կարող հանգիստ մնալ։ Խնդրեմ։